Երբ է դա տեղի ունեցել տիկին։ Երբ։ Նոյեմբերի 14-ին։ 14-ը ես իմ ասեմ դուք ասեք այո կամ ոչ։ Ուրեմն նոյեմբերի 14-ին ձեզ կանչել են Շենգավիթի սոցիալբաժին եւ կտրել են ձեր թոշակը նպաստը, բայց դուք տարապում եք քաղցկեղով։ Քաղցկեղով, այո։ Քանի տարի է տարապում եք։ 22 թվականից։ Ահա։ Վիրահատվել եմ, քիմիա ճառագայթ եմ ստացել։ Հիմա եք ստանում։ Հիմա ուրիշ խնդիրներ են առաջացել, գլխուղը ու փայտախում է եւ ես ամեն անգամ հերթական հետազոտությունների եմ գնում բանալյան բժշկական։ Ինչ պատճառաբանությամբ են կտրել ձեր թոշակ, ասել են դուք առողջացել եք։ Բալերը չէր բավարարում։ Այսինքն ի՞նչ է նշանակում չի բավարարում։ Ասում են որ բալերը չի բավարարում, պետք է լինի 25 միավոր, հիմա 22 էր։ Ես ասացի կբողոքարկեմ։ Ահա։ Իրենք ինձ ասեցին 2 ամսվա ընթացքում կարող եք բողոքարկել, ես նույն օրը բողոքարկեցի, դիմում գրեցի։ Ահա։ Ինձ երեք չառաջորը զանգեցին, կանչեցին Նորքի սոցիալբաժին այսօրվա համար, ժամը 4:30։ Ահա։ Գնացի կրկին հետազոտեցին եւ կրկին կտրեցին։ Ահա։ Ասում են դիմեք դատարան, 2 ամիս հետո դիմեք դատարան, ասում հարգելի ես ընթացիկ հետազոտություններ ունեմ, որոնց տարիքը շատ ունեմ։ Եվ ամբողջ թղթերս անդետած ուռուցքաբանականից տարել դրել եմ իրենց առջև, իրենք թերթեցին թերթերը եւ կտրեցին։ Մի հատ անամեստ հարց տամ ձեզ, 1000 անգամ ներողություն, բայց այդ հարցը պիտի տամ։ Ընտրությունների ժամանակ դուք ում եք ընտրել։ Ես այդ ժամանակ իվան պարկած եմ արած պարավոկացիան։ Դուք ընտրատեղամաս չեք գնացել։ Չեմ գնացել, ես պարկած եմ արած, մայրս ամիս մասնակցել ընտրություն։ Իսկ ձեր մայրը, ես ուզում հասկանամ, Նիկոլին ձեն տվել է։ Ոչ, մայրս չի տվել, ձեզ է տվել, սկիպ մայրս, իրանք ձեր կուսակցության անդամ են տվել, միշտ ձեզ են ձայն տվել։ Հիմա դուք պատրաստում եք բողոքարկել դատարան։ Պարզապես ես կուբենալ շուտ այդ ամեն ինչին ընթացքային, քանի որ ես հենց դեկտեմբեր ամսին հետազոտության երկու հետազոտության կարիք ունեմ։ Դուք միշտ այդ ինչ կարգի հաշվանդամություն եք ունեցել։ Երրորդ կարգի հաշվանդամություն, 2 տարի երրորդ կարգի հաշվանդամություն եմ ունեցել 22 եւ 23 թվականի, իսկ 24-ին կտրեցին պատճառաբանելով, որ ես լավ եմ։ Որ դուք լավ եք։ Բալական ասում, այո, բայց Ուրեմն քանի որ ձեր թեման վերաբերվում է հազարավոր քաղաքացիների, որոնք տարապում են քաղցկեղով։ Ես գտնում եմ, որ եթե մի մարդու ախտորոշել են քաղցկեղ եւ այդ մարդը պիտի մշտապես գտնվի գոնե 6 ամիսը մեկ դիսպանսեր հսկողության տակ, այդ մարդը պիտի ստանա ցմա, երրորդ կարգի հաշվանդամություն, ցմա կրկնում եմ, որովհետեւ այդ հիվանդությունը ինքը ունի ռեմիսիայի շրջան, կնեմ, հայտնվեմ, տալեմ, եւ մեկ էլ հանկարծ կողում է ռեցիդիվ։ Նման մարդիկ միշտ կախված են մազից։ Նման մարդուն պարտավոր են տալ ցմա երրորդ կարգ, վերջ։ Էլ դրանից հետո հայ եթե վիճակը բարդանում է սարքել երկրորդ։ Ես հիմա ձեր բողոքը հասկանում եմ։ Ես ուրեմն ինչով որ մենք կարող ենք եթերից հետո այդ համոզված եմ կգտնվեն մարդիկ, որոնք կփորձեն ձեզ օգտակար լինել բանը դատարանում, բայց ուրիշ ավելի օգտակար լինել մենք ձեզ չենք կարող։ Մենք ոչ իշխանություն ենք, ոչ ընդդիմություն ենք, որ գանք մտնենք սոցիալ, օրինակ Վարդան Ղուկասյանի ժամանակ, եթե վեկալ են ապօրինաբար նման մարդուն զրկեց, պես նազը գալիս է մտնում է տվյալ սոցիալը, ասում եմ ինչա լինելու։ Անկախ նրանից այնտեղ բանը կանայք են նստած, տղամարդիկ են նստած, մազերները գեդին տված, առնաշաղաղ, քիթուբերաները ջարդելով, անկախ նրանից սպիտակ խալաթավոր են, կոստյումով են ինչ, պիտի քցեն ուազիկը ու տանեն ԶՊՎ։ Վերջացավ։ Մի անգամ մի հատ սոցիալի գլխին տես բան ես անում, մնացած բոլոր սոցիալները զգաստանում են։ Հիմա եթե սկինը պասպորտի մեջ դներ 30,000 դրամ, 40,000 դրամ տար սոցիալի ծծելով աշխատակցուհուն, կարգը տեղում խփեն կտային։ Դուք իմ հետ համաձայն եք։ Ես հետ համաձայն եմ, նույնիսկ իրենք իմ էմերտներն ու կատերները չնայեցին, որ բազմաթիվ հարցականներ կատարված իմ առողջության հետ կապված, անգամ իրենք չընթերցեցին, զարմացած եմ ուղղակի ուժ աշխատողների վրա։ Այնտեղ ագարկեք են նստած։ Այնտեղ ագարկեք են, դրանք ուժ աշխատողներ չեն տիկի։ Դրանք ագարկա են, պասպորտի մեջ ընկերաբազ լսում ես,
Ես խնդրում եմ ձեզ մի հատ դիմում բողոք եք ուղարկում ընկեր Աբազյանի անունով եւ եթերից հետո եթե որևիցե մի փաստաբան իմ միջավայրից կցանկանա պաշտպանել ձեր շահերը դատարանում, ես կփոխանցեմ ձեր հեռախոսը համարը։ Բայց խնդրում եմ մի հատ դիմում բողոք ուղարկում եք ընկեր Աբազին, մի հատ էլ Աննա Վարդապետյանին։ Շնորհակալություն։ Առողջություն ձեզ։ Ուսենց, երևի օր չկա, օր գոյություն չունի, որ չեն զանգում քաղաքացիներ եւ չեն ասում կտրեցին իմ թոշակը, էլ ռակ, էլ ինֆակտ, էլ ինսուլտ, էլ չգիտեմ ես իմի, փողը դնում ես մեջը, տալում ես 30-40 հազար դրամ եւ տեղում խփում տալում են։ Փողը չկա, այսինքն մի ամսվա թոշակը պիտի տաս, որ դու ստանաս տվյալ կարգը։ Մի ամսվա թոշակը որպես կաշառք տալիս ես ծծերով նստած, այնտեղ որևիցե մեկնում եկին, սաղ ծիծ են, այդտեղ որ մտնում ես այդ օտեկայա, վետեկայա ինչ կար գալու, հա, լրիվ ծիծ են։ Խփում տալում։ Այս հարցը պետք է լուծվի միանգամից։ Մարդ 2-3 տարի ստանում է հաշվանդամության թոշակ, 3-րդ տարուց ստանում է ցմա, վերջ։ Բարձավ։ Այդ ոչ կամ այնտեղ ձեռը կորցրած, ոտը կորցրած, թոքը չկա, լյարդը չկա, ուղեղը չկա, մար ամեն տարի առաջի կարգի հաշվանդամը է։ Ամեն տարի առաջի կարգի հաշվանդամը գալիս է, որ իա առաջի կարգի հաշվանդամությունը հաստատվի։ Այն արդեն մարդը չի դզվի, վերջ։ Այդ ոտը պիտի աճի, աշկը պիտի տեղը գա, ինչ ալնելու։ Ես չեմ կարող հասկանալ։ Կապված բուժ կենտրոնների հետ։ Բողոքում են Արտաշատի բժշկական կենտրոնի աշխատակիցները։ Նիկոլ Փաշինյան, Բոզի տղա։ 500-ից ավել աշխատող։ Եվ մենք դրած մասնավորին ենք բռնաբարը, որ մասնավորը չի տալիս իր աշխատողների աշխատավարձը։ Բայց երբ որ մասնավորի հետ մեկտեղ նույն իրավիճակը տեղի է ունենում պետական հիմնարկներում, էլ մենք ինչ ուզենք մասնավորից 500-ից ավել աշխատող 3 ամիսա սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր։ Նոյեմբերը բրծավ, 25 անցա փողերը դիտան, հələ չեն տվել։ Աշխատավարձ չկա, սեպտեմբերից բռնած։ Հելա նախարարոն այն շլդիկ ագարկով գնացին նստան բուժ կենտրոն դեզդեն, բան օգոստոսին տվին մի կերպ։ Հիմա եկել է սեպտեմբեր չկա։ Նախքին տնօրենը եկե գմփսրեց ծսրե, ու գնացել, բրծ։ Մալը տավո, եկա Արտաշատ քաղաքը, ռենտգեն ապարատը ես արդեն 3-4 օր չի աշխատում։ Կատեն մի քանի ամիս չի աշխատում, եկա Արտաշատ քաղաք, ինչի չի աշխատում։ Ինչու՞մ է խնդիրը, ուրա ատեղի մարզպետ կոչված Բոզի տղեն, ուրա ատեղին կրոկոդայլ ղախպի տղեն, ուրա ատեղի ընդդիմադիր պատգամավորները ռոբասերժական, որոնք ցիգանսկի տաբրի նման 5 տարին մեկ բուդուլայ դարած, գալի ընկնում են ռեգիոն, կուտը տալեմ, չգիտեմ խերը տալեմ, ինչը տալեմ, իազայները հավաքում կնում են, մեկ էլ 5 տարի հետո կգան։ Վարդան Ղուկասյանն որ 6 տարի է մտածած, այս գեղ ռայոն բան գոյություն չունի, որի խնդիրները մենք չենք բարձրաձայնել։ Ընկեր դատախաս 500 աշխատող աշխատավարձ չի ստացել 3 ամիսա։ Նախքին տնօրենը գմփսրե գնաց ինչի չի կալանավորված, ինչի ձերբակալվել, ինչի չի դատվել Բոզի տղեն, առաջանում է հարց, չգիտեմ ես եթե թե չէ, Հայկ Համբարձումյան։ Եկա քաղաք չունի կատե, ձեր մոտ հարց